Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի թանկագին հետևորդներ ջան, մեզ մոտ օրը այսպիսին է բացվել, Մանիկն ու Մարինկաս տեսեք ինչով են զբաղվել, մաքրությունով, ինչպես ամեն օր, սիրելի հետևորդներ ջան, թող բոլորիս տներում միայն լինի Աստծո սերն ու օրհնությունը։ Ой, маме, шпака полезла. Видишь, быстро. Ладно, мам. Ой, не сорно, давай. Кеша. Я это что с тобой? Пахи? А, это. Мам, пахи? Bine durante. O să vă știu de nou. Bine, o să vă știu. Keşke. Kurtar. Все, мам, у нас вчера надо. Բարի գալուստ բոլորիդ տիկին Մարինեի խոհանոց, այս տեսանյութում սիրով կբացատրեմ և կներկայացնեմ, թե ինչպես եմ պահածոյացնում մեր այգուց հավաքած վարունգը, ես ներկայացնելու եմ իմ տարիների փորձված և ընտանիքիս կողմից սիրված վարունգի մարինադի տարբերակը, որը ստացվում է խրխրթան և համեղ, իսկ հիմա լվանում եմ տարաները 3 կիլանոց, սիրելիներս, վերցրել եմ 3 կիլանոց տարա, 1 լիտրանոց և 1,5, հիմա բոլորը հերթով, այսենց լավ փրփուրով, լավ լվանում եմ, չնայած որ բոլորն էլ լվացած են, աշունը դատարկվելուն պես ձմռանը բոլորս էլ լավ լվանում ենք, բայց պետք է անպայման լվանանք և ստերիլիզացնենք, լվանալուց հետո սիրելիներս, ցույց կտամ, թե ես ոնց եմ ստերիլիզացնում, գազօջախին դրել եմ ջազվայով ջուր և այդ ջրի վրա պետք է ստերիլիզացնեմ, հիմա այս մի 3 լիտրանոց բանկանել կլվանամ, նոր կդնեմ ստերիլիզացնելու, այդ ընթացքում ջուրը կեռա սիրելիներս և կիլո կեսանոց բանկանել եմ լվանալու, ստերիլիզացնեմ և կիլանոցն էլ, սիրելիներս այսօր պատրաստելու եմ վարունգը և պամիդորները իրար հետ ասորտի և վերցրել եմ պղպեղ, բանջարեղենները կլվանանք ձեզ հետ միասին, առաջնահերթ տարաներն եմ լավ լվանում, ստերիլիզացնում, լվացի վերջացրեցի 5 հատ 3 լիտրանոց բանկա, շուռ եմ տվել ջազվայի վրա, որպեսզի ստերիլիզացնեմ, այնքան եմ թողնելու մինչև բանկաները լրիվ չորանան,
Սիրելի հետևորդներ ջան, թանկագիններս, այսօր որոշել եմ մանրակրկիտ ձեզ բացատրելով, ասելով, ցույց տալով, թե ինչպես է ձեր սիրելի տիկին Մարինեն պատրաստում վարունգի մարինադ։ Հիմա լվանում եմ լիտր ու կեսանոց բանկան և լիտրանոց բանկաները։ Այսօր վարունգի և պամիդորի հետ միասին պատրաստելու եմ դանդուրի թթու։ Սիրելիներս, դրա համար լվանում եմ նաև լիտրանոց բանկա և ստերիլիզացնելու եմ լիտրանոցներ, լիտր ու կեսանոցներ։ Բանկաները, սիրելիներս, լվացի վերջացրեցի, արդեն հերթով ստերիլիզացնում եմ, համ ստերիլիզացնում եմ, համ էլ լվանում եմ կափարիչները բանկաների ջերման ջրով և ամանի հեղուկով։ Սիրելիներս, որ Հայաստան էի ապրում, դե մեզ մոտ Արարատյան դաշտավայրում արևը շատ ուժեղ է, չէ, ջերմացնող է, տաք է։ Լվանում էի բանկաները, շարում էի արևի տակ, արդեն արևը ստերիլիզացնում էր։ Երբեք ամանի սրբիչով չեմ սրբել, որովհետև ամանի սրբիչով սրբելու ընթացքում մազմզուկներ է թողում։ Իսկ որ այստեղ արև չկա, ստերիլիզացնում եմ ջրի վրա։ Հիմա լավ կլվանամ, կպարզաջրեմ եռման ջրով, սիրելի հետևորդներ ջան, ամանի սրբիչով կչորացնեմ, հետո օղիով պետք է մաքրեմ։ Մանրակրկիտ այսօր ցույց եմ տալիս տարաները լվանալուց բռնած, բանջարեղենները լվանալուց դուրս եկած։ Բոլորը ցույց եմ տալիս, որ ձեզ համար լրիվ պարզ լինի, թե ձեր սիրելի տիկին Մարինեն ինչպես է պատրաստում։ Հիմա լվանամ, չորացնեմ, կհանդիպենք։ Հիմա սիրելիներս, սիրով ձեզ հետ զրուցելով կլվանամ քյարավուզը, գրական ասած նեխուրը։ Սիրելիներս, մեր հողամասից է, բոլորդ էլ գիտեք, որ բոլոր բանջարեղենները մեր հողամասից է հավաքված։ Ասեմ, որ շատ նուրբ, ոնց որ մենք ենք արտաշատցիներն ասում, նաջիբ քյարավուզ է։ Ունենք նաև արմատներով քյարավուզ, դա հիմա չենք օգտագործում։ Թողել եմ աշնանը ընդհանուր, որ թթու եմ բռնում խառը, ամեն ինչը իրար հետ մեծ ամանով։ Այդ ժամանակ հանում եմ, լվանում եմ, դնում եմ թթվի մեջ, շատ լավ համ է տալիս քյարավուզի այդ գլխի արմատի մասերը։ Հիմա քյարավուզը լվանալուց հետո, սիրելիներս, կլվանամ սամիթը։ Եթե քիչ լինի քյարավուզը, նորից կքաղենք։ Մի վայրկյան հեսա տարան էլ, բանկան էլ վերցնեմ, մի կողմից էլ ստերիլիզացնում եմ ձեռքիս հետ։ Համ կանաչիներն եմ լվանում, համ էլ ստերիլիզացնում եմ։ Սամիթն էլ շատ նուրբ, կիսաչոր սամիթ է, սիրելիներս։ Հիմա ցույց կտամ լվանալու ընթացքում։ Շատ չոր չի, այս կիսաչորի համը ավելի լավ է մարինատի մեջ։ Գլուխները մեծ, այս տարի շատ լավ եղավ այս գլուխները, անցած տարի համարյա չունեինք, շուտ չորացավ, արև էր շատ շուտ չորացավ ամեն ինչը։ Սամիթն էլ լավ կլվանամ, սաղ բանջարեղենները կլվանամ, սիրելիներս, հետո փոխանցեմ մանիկին, որ մանիկը գեղեցիկ, նուրբ, սիրուն, շարի բանկաների մեջ։ Ես դժվարանում եմ շարելը, գիտեք ինչի, ձեռքերս, որ մտցնում հանում եմ, մի տեսակ այդ բութ մատերս ցավում է, սիրելիներս, դե մեծ է, իմ ձեռքերը մի քիչ հաստոտենք հանց մանիկին, դրա համար միշտ մանիկն է շարում։ Հիմա սա է լավ լվանամ, մի հատ էլ ցնցուխը պահեմ, ցնցուխով ցողեմ, նոր անցնեմ հաջորդ բանջարեղենը լվանալու։ Այս սենց
Սա էլ ցանց է, ցանցի մեջ եմ լցրել, որ ջրքանվի, սիրելիներս։ Այս շորը շատ լավ մաքրում է, հիմա լվանամ ձեզ սիրով ցույց տամ։ Քամում ես, ճիշտ ինքը մի քիչ լպրստուն է, բայց հոչի չորացնում, ամբողջ ջրի կաթիլները չորացնում է, տեսեք, ցանկացողներին կարող եմ ասել, որտեղից են գնել և արտիկուլը թողնել, այսենց լավ չորացնում է բոլոր ջրի կաթիլները, խոհանոցի համար, մանավանդ այս ծորակի կողքերը մաքրելու համար մի հատ է այս շորը, հիմա լվանում եմ դափնու տերևը, ինձ թվում է այսքանը բավական է, եթե քիչ լինի նորից կլվանամ, որովհետև դեռ չգիտեմ վարունգը պամիդորը քանի տարա կլցնի բան կա, հիմա գոլ ջրով դափնու տերևներ լվանամ, դնեմ կանանչի մոտ, թող ջրքանվի, հերթով բոլորը լվանում եմ սիրելիներս և սիրով ձեզ ցույց եմ տալիս, ձեզ հետ կիսվում եմ։ Դափնու տերևից հետո մաքրում եմ սխտորը, լվանամ, դնեմ նորից ջրքանվի, քանի որ սիրելիներս հոլովակի սկզբից ասել եմ, չէ, որ մանրամասնորեն պետք է ցույց տամ, այսօրվա հոլովակը այսպիսին է լինելու, հերթով, կարգով, կանոնով ցույց եմ տալուս, բոլորիդ իմ թանկագին հետևորդներ ջան, հիմա սխտորն էլ կլվանամ, նոր արդեն վարունգը կլվանամ, պամիդորը կլվանամ, հերթով, փոքր ափսեի մեջ մի փոքր օղի եմ լցրել, բամբակը թաթախում եմ, մի փոքր քամում և կափարիչները մաքրում, ստերիլիզացնում եմ օղիով, լվացած, չորացրած բանկայի կափարիչները հերթով, էլ եռման ջրի մեջ չեմ եռացնում, որ ռեզինները չթուլանա, սիրելի հետևորդներ ջան, միշտ այդպես եմ անում, ինչ էլ որ փակում եմ, անպայման օղիով մաքրում եմ։ Լվանում եմ երկար պամիդորները, ոչ շատ հասած մարինադի համար և 2 հատ էլ բիբար, դեղին ծիծակ բիբար, որ շարեմ վարունգների հետ։ Դանդուրել ունենք, հավասարաչափ կտրել եմ պոչերը, հիմա լվանում եմ, ամբողջ տերևները մաքրել եմ, մենակ թողել եմ ձողերը, դանդուրն է լավ լվանամ, դնեմ ջրքանվի, գնանք մի հատ միասին կոֆե խմենք, հետո կգամ վարունգները արդեն կլվանամ, կշարունակենք մեր գործը։ Իսկ հիմա սիրելիներս դեմքով սիրով ողջունում եմ ձեզ, ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, արդեն ժամը 12-ն է, ուղիղ կեսօր, սիրելիներս, որոշեցի ձեզ բարևել, ողջունել, հալուքեև հարցնել, նորից շարունակել մեր այսօրվա գործը, թե ինչով ենք զբաղված, ձեզ ցույց տվեցի, ինչով ենք այսօր զբաղված, ամեն մեկս իր գործով է զբաղված, Մարինկան կոֆե բերեց մեզ, ինձ ու Մանիկին, որդիդ աշխատանքի տանը չի, երեկոյան նոր կգա։
Ես լավ եմ, սիրելիներս։ Հուսով եմ, որ դուք էլ եք լավ եւ ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Սիրելիներս, արդեն ամառվա այն թեժ ժամանակն է, որ փակենք, պահեստավորենք, ամբարենք կամպոտներ, մարինադ, թթուներ, մի խոսքով այն ամենը, ինչ որ ձմռանը բացում ենք եւ անուշ ուտում ենք։ Այսօր հերթական վարունգի մարինադն եմ պատրաստելու, սիրելիներս, ամեն ինչը տեսակ ցույց տվեցի, լվացի, մաքրեցի, վարունգը ջրի մեջ է, վարունգն էլ կլվանամ, Մանիկը կշարունակի արդեն իր գործը, շարել բանկաների մեջ։ Սիրելիներս, այսօր նաև վարունգի հետ դնելու ենք պամիդոր, լվացի ցույց տվեցի, նաև դանդուր նեկտարա։ Մանրամասը ձեզ սիրով ցույց եմ տալիս, որ պարզ լինի, սիրելիներս, ցույց տալով արդեն գիտենք, որը որից հետո անենք, ոնց անենք, որ համեղ ստացվի։ Եվ ուզում եմ շնորհակալական խոսքս ամեն հոլովակին ասել, այսօրվա հոլովակում էլ անհատական բոլորիցս շնորհակալ եմ։ Դուք ինձ համար YouTube կանալում ալիքում ընտանիք եք։ Ճիշտ է, շատ մեծ ընտանիք չեմ կարող անվանել, փոքր, գեղեցիկ, համեստ, ուրախ, ջերմ, սիրով, բարությամբ լցված ընտանիք եք, որի համար շնորհակալ եմ Աստծուն այսպիսի ընտանիք պարգևելու համար։ Միշտ գովում եք, միշտ լավն ու բարին եք ցանկանում, ես էլ ձեզ եմ ցանկանում, եղեք միշտ առողջ, ուրախ, կամեցող, բարի եւ այդպես ջերմ ու սիրով լցված, սիրելիներս։ Խմեմ, վերջացնեմ, ձեզ էլ ինձ հետ անեմ մեր հարմարավետ, գեղեցիկ, փոքրիկ խոհանոցը։ Ինչ էլ որ ամբարում ենք, սիրելիներս, ուրախությունով լինի, խաղաղություն լինի եւ առողջություն լինի։ Մնացածը կլինեն։ Մարդ արարածը ստեղծում է, արարում է, եթե առողջություն լինի եւ խաղաղություն աշխարհով մեկ լինի։ Ասեցինք, խոսեցինք, կոֆեն խմեցինք, հիմա էլ վարունգներն եմ լվանում։ Ես կլվանամ, հետո արդեն մեծ ու փոքր կանի Մանիկը, մեծերն առանձին, մանրներն առանձին, բայց ասեմ, որ շատ մեծ չեն, լավ, ընտիր, բարակ, նուրբ, փշոտ, իսկական մարինատի վարունգներ են։ Հիմա լավ կլվանամ, սպունգով եմ լվանում, գուբկայով, չնայած մեր հողամասինն է, բայց լավ պետք է լվանանք, որտեղ վարունգը հողի հետ գործ ունի։ Իսկ հողից շատ բացիլներ են վտանգավոր բարձրանում բանջարեղենների վրա, դրա համար պետք է լավ հոսող ջրի տակ, գուբկայով, սպունգով լվանալ։ Լվանամ, վերջացնեմ, կհանդիպենք։ Վարունգներն էլ լվացի, վերջացրեց, տեսեք ինչքան լավ, նուրբ, ընտիր վարունգներ են։ Մարինատի բոլոր բանջարեղենները լվացել եմ, սխտորը մաքրել եմ, ամեն ինչ, տարաներն էլ ստերիլիզացրել եմ, կափարիչներն էլ ստերիլիզացրել եմ օղիով, հիմա արդեն պատրաստ է, որ Մանիկը շարի տարաների մեջ, սիրելի հետևորդներ ջան։ Հետևորդներ ջան, բոլոր գործողությունները կատարված են, Մանիկը սկսեց իր գործը։ Ասեմ, որ 4 ժամ թողել ենք վարունգները սառը ջրի մեջ։ Պոչերի մասը կտրում է ծայրերինը, որ սիրելի հետևորդներ ջան, Մանիկը սկսում է դասավորել եւ սիրով մեկ-մեկ ցույց տալ, թե ինչպես է շարում եւ ինչ է լցնում բանկաների մեջ։ Առանց խոսելու, սիրելիներս, հետևեք եւ կտեսնեք։
Մի հատ էր 3 կիլանոց բանկայով վարունգի մարինատ եղավ։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա կսկսի արդեն հավաքել դանդուրի թթուն։ Դանդուրի բանկայի մեջ թթվի դափն ու տերև և քյարավուզ չի դնելու, սիրելի հետևորդներ ջան։ Տարաները լցրեց, պատրաստ է։ Ջուրը դրել ենք, եռում է արդեն։ Մի կաթսան եռում է, փոքր կաթսան դեռ չի եռում։ Այստեղ էլ մաքրել եմ, կանաչ լոբի եմ դրել, քաշվի, քամեմ, ձվով սարքեմ։ Ընթրիքին պատրաստ լինի, հետ էլ կարտոֆիլ տապակեմ։ Այսօրվա ընթրիքը սա է լինելու, սիրելիներս։ Այստեղ էլ քաղել ենք բողկ կարմիր և պամիդորներ չերի, մանր, դեղին կարմիր, այստեղ կոֆե խմեցինք առանց ձեզ, սիրելիներս, ամաները լվացրին, շարեցին, սիրելիներս, մնում է չորանա մի փոքր, սրբիչով նորից չորացնեմ, տեղավորեմ, հիմա անցնենք մարինատին, բանկաների մեջ միայն սխտորե, սամիտ, լավրորի լիստ և դափն ու տերև, քյարավուզ, ոչ աղ եմ լցրել, ոչ էլ սիրելիներս, շաքարավազ, միայն եռման ջուր եմ լցնելու, հիմա համար առաջին, միայն եռման ջուր, թողելու եմ այնքան մնա, մինչև գոլանա բանկաները, մոտավորապես կես ժամ 40 րոպեում արդեն հովանում է բանկաները, հիմա հերթով կլցնեմ, սիրելիներս, տեսեք ինչ ռաշչոտով ջուր ենք լցրել, սա մի քիչ պետք է թողենք կաթսայի մեջ, ամեն անգամ լցնել դատարկելով, սիրելի հետևորդներ ջան,
Չէ, որ իր մեջ է, չէ, վերցնում վարունգը, պամիդորը, ջուրը քիչ հանում է, պետք է մի փոքր ավել թողնենք։ Հիմա սա այս կողքը դնեմ, անցանք արդեն մեր դանդուրին։ Սիրելի հետևորդներ ջան, եկել է պահը, որ արդեն աղը լցնեմ, շաքարավազը եւ փակեմ։ Այստեղ արդեն ջուրը եռում է մեր դանդուրի մարինադի։ Հիմա սկսենք դանդուրից։ Ասեմ, որ սիրելիներս, 2 անգամ դատարկել ենք ջուրը, սա 3-րդ անգամ է։ Հիմա մի կիլանոց տարայի համար պետք է լցնեմ 1, հիմա ապսրվեցնեմ, գդալները դնեմ։ Լցնելու եմ 1 ճաշի թեթև դեսերտի գդալ, կարելի ասել շաքարավազ։ Սա կիսատ է, ուտելու համար, ուղղակի կփակեմ, մի շաբաթ հետո կբացեմ, համ էլ ձեզ կփոխանցեմ համը, թե ինչպես ստացվեց։ Սա շաքարավազը։ Ոչ շատ լիքը աղ։ Իսկ էսենցիան արդեն փակելու ժամանակ բացած է։ Հիմա սկսենք։ Սիրելիներս, ինչ որ պատրաստում ենք, ուրախությունով վայելենք ձմռանը, խաղաղ, հանգիստ ձմեռ ունենանք, որպեսզի վայելենք մեր պատրաստածները։ Առողջ լինենք, ամենակարևորը առողջությունն է։ Թեյ գդալով 70%-անոց էսենցիա։ Հիմա եռմանջրից մի քիչ էլ վերցնեմ ու զապատեմ։ Միշտ ասել եմ ու ասում եմ ամեն անգամ, տեսեք ինչ լավ զակատ է, պտտում եմ ձայնը լսեք, հետո փակելու, նույն ձևի կլսեք։ Վերջ, մի հատ էլ իրար կտանք, շաքարավազը որ հալվի, ուй, փոքր։ Հալվեց, հիմա երկրորդը։ Մենք վարունգի մարինադին լցնում ենք 5 այսինչ ճաշի գդալ շաքարավազ։ Եթե ձեզ համար քաղցր գտավա, դուք կարող եք ձեր ցանկությամբ ավելացնել, քիչ ավելացնել, սա 3, սա 4, սա 5։ Նույն ձևի, սիրելիներս, ավելացնում եմ բոլոր տարաներին։ Շաքարավազի վրա ավելացնում եմ աղ, 2 լավ ճաշի գդալ։ 1, սա 2, 1, 2։ Սա ցանկացած սիրելիներս մանրամասը բացատրել,
որ ինչքան պատրաստեմ, էլ ցույց չեմ տալու։ Արդեն կադրից դուրս, սիրելիներս, արդեն լրիվ բացատրեցի, լրիվ մանրամասը ցույց տվեցի։ Հիմա լցնում ենք ջուրը, եռման ջուրը, եռում է արդեն մեր ջուրը։ Արդեն այս ջրից անուշ հոտ է գալիս, բույր է տարածվել, ամբողջ խոհանոցով մեկ, բանջարեղենների, սամիթի, սա խառնվել են իրար, մի անուշ բուրովնավետ հոտ է տարածվել։ Ահա, հիմա կլցնեմ արդեն էսենցիան։ Արդեն լցնում եմ 3 կիլոնոց տարայի համար մեկ լավ ճաշի գթալ։ Լիքը մի փոքր գցեմ, մեր ճաշի գթալը մի քիչ ոնց որ փոքր լինի, մեկ լավ լիքը ճաշի գթալ։ Յանի ապսեն պահել եմ, որ չթափի, բայց չի ստացվում։ Ու սկսենք զակատել։ Հավեսին զակատ է, հանգիստ, լավ, յուղի նման փակում է, վերջ, խնդրեմ, վերջ, հիմա սա էլ մի հատ դնեմ իրատամ, քանի տաք է, որ շաքարավազ արդեն հալվում է, տեսնում եք։ Վերջ, հալվեց, վերևի մասը դեղնեց, հիմա սա էլ կդեղնի, մնացածը կադրից դուրս։ Սիրելի հետևորդներ ջան, պատրաստեցի, վերջացրեցի խառը թթուն։ Մեզ մոտ ստացվեց 3 հատ 3 լիտրանոց պամիդորը խիարով և 1 հատ 3 լիտրանոց խիարի մարինադ, 2 հատ էլ դանդուրի 1 լիտրանոց։ Սիրելիներս, դուք էլ պատրաստեք տիկին Մարինեի տարբերակով և կհամոզվեք, որ իրոք շատ համեղ է ստացվում։ Սիրով կիսվեցի, մանրամասը ձեզ բացատրեցի ամեն մանրուքով։ Իսկ հիմա ավարտում եմ այսօրվա հոլովակը, սիրելիներս, մաղթում ձեզ, որ միշտ լինեք առողջ և օրհնված։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինեն, ցտեսություն։